2022-ի մարտից մեկնարկած բանակցություններն ավարտվեցին 3 տարի անց համաձայնագրի 12-րդ խմբագրությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը։ 17 կետից բաղկացած փաստաթղթում երկու դրույթի շուրջ բանակցությունները բավականին երկարեցին խոսքը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառման և միջազգային դատական ատյաններից պետական հայցերի փոխադարձաբար հետկանչի մասին է։ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծեց. Խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարևոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրու նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը։ Այս ամենից հետո, ինչպես նշեց վարչապետը, պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի և վայրի մասին հստակեցումը։ Իսկ ինչ կտա կնքված խաղաղության պայմանագիրը Հայաստանին։ Հայաստանը արդեն համաձայնության փաստը կարող է փորձել օգտագործել, օրինակ այդ փաստի հիման վրա տարբեր կողմերի հետ կառուցողական բանակցություններ սկսել տարբեր հարցերի վերաբերյալ։ Առաջինը իհարկե, որի մասին կարելի է խոսել, դա Թուրքիան է, որը սահմանի բացման հարցում կարծես թե որպես ոչ նախապայման, բայց ըստ էության նախապայման առաջարկում էր Ադրբեջանի հետ համաձայնեցնել գոնե պայմանագիրը, Ադրբեջանի հետ կենար համաձայնությունները։ Մենք այսօր կարող ենք Թուրքիային արդեն ներկայացնել, որ մենք ամեն ինչին համաձայնվել ենք, այն ամենին, ինչը Թուրքիայի համար փաստացի նախապայման էր, մենք համաձայնել ենք եւ ըստ այդմ կարող ենք Թուրքիային առաջարկել, դե եկեք առաջընթաց ունենանք սահմանի բացման հարցում։ Տպավորություն է սակայն, որ Բաքուն չէր սպասում, թե Հայաստանը կհամաձայնի նոր խմբագրությանը եւ հիմա այլ տարբերակներ է փնտրում գործընթացը ձգձգելու համար, նշեց քաղաքագետը։ Ադրբեջանը չի ցանկանում այս պահին ստորագրել խաղաղության պայմանագիր, դա նրանց պետք չէ։ Մեկ անգամ Ալիևը բաց տեքստով ասաց, որ մենք կարող ենք ապրել նաև առանց խաղաղության պայմանագրի եւ այս պահին, քանի դեռ Ադրբեջանը կարող է ճնշումները Հայաստանի նկատմամբ ավելացնել, քանի դեռ ռազմական հավասարակշռությունը խախտված է, ամբողջովին վերականգնված չէ, քանի դեռ աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ քաոսի մեջ կարելի է ինչ-որ մի բանի ձեռք գցել, ստորագրել նման փաստաթուղթ եւ կաշկանդել սեփական գործողությունները ձեռնտու չէ Ադրբեջանի եւ Ալիևին։ Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի խոսքով պայմանագրի ստորագրմամբ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը նվազում է, բայց չի չեզոքանում։ Այնուամենայնիվ հիմնականում շահում ենք։ Նորից եմ ասում, կան ռիսկեր։ Կան ռիսկեր, երբ մենք չենք ստորագրում այդ խաղաղության պայմանագիրը, որովհետեւ շատ ավելի հեշտ է գտնել կազուս բելի հարձակվել Հայաստանի վրա, երբ չկա խաղաղության պայմանագիր։ Բայց երբ կա խաղաղության պայմանագիր եւ նման միջազգային արձագանք, շատ ավելի դժվար է գտնել պատճառ, պատրվակ հարձակվել Հայաստանի վրա։ Նամանավանդ այն դեպքում, երբ Հայաստանն արդեն համարվում է նաև Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, եւ մենք պետք է բարձրացնենք մեր համագործակցությունը այն երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել Ադրբեջանի վրա։ Շատ կարևոր է միջազգային հանրության արձագանքը, ընդգծեց Բլեյանը։ Համաձայնությանը հետևեցին շնորհավորանքները տարբեր երկրներից՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Եվրամիություն եւ տասնյակ այլ երկրներ։ Արնոլդ Բլեյանը չբացառեց, որ հաջորդ պայմանագրի ստորագրման փուլում ակտիվ ներգրավվածություն կունենա նաեւ Դոնալդ Թրամփը։ Ես կարծում եմ այս պահին միակ երկրի ղեկավարը, որը կարող է իրապես ազդել Իլհամ Ալիևի դիրքորոշման վրա, դա Դոնալդ Թրամփն է։ Դա Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէ, դա Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չէ, դա Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա նաև իր արդեն բնավորությամբ ցուցադրել է, թե ինչքան է պատրաստական գնալ շատ կոշտ լուծումների, կոշտ քայլերի, որը մենք օրինակ չենք տեսել նախորդ ադմինիստրացիայի ժամանակ, մենք տեսել ենք քանի բանակցություններ տեղի ունեցան, բայց այդ բանակցությունները այդպես էլ չհանգեցին խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը նախատեսվում էր Վաշինգտոնում ստորագրել։ Եվ հետևաբար մենք պետք է այսօրվանից աշխատենք Միացյալ Նահանգների հետ, որպեսզի իրենք մաս կազմեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այս փուլում Երևանը Վաշինգտոնից բացի պետք է ակտիվացնի հարաբերությունները հատկապես եվրոպական երկրների հետ, շեշտեց Բլեյանը։ Քաղաքագետը խաղաղության պայմանագրի կնքման շահագրգռվածություն է տեսնում նաև թուրքական կողմից։ Մենք տեսնում ենք թուրքական կողմից անկեղծ մղումներ, որպեսզի վերջ տրվի այս հակամարտությանը եւ իրենք նույնպես շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ։
Եվ մենք գիտենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը այս պահին կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Թեև սահմանադրության փոփոխությունների մասին խաղաղության համաձայնագրում խոսք չկա, Բաքվից ամենաբարձր մակարդակով շարունակում է պահանջ հնչել. եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը, խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Հայաստանն այս հարցին բազմիցս է անդրադարձել։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը։ Բաքվի պահանջը անկախության հռչակագրի տեքստի վերաբերյալ է, նրանք ցանկանում են, որ սահմանադրությունում հղում չարվի հռչակագրին։ Այն պատմական փաստաթուղթ է, չունի իրավական ուժ եւ չի կարող փոխվել, հստակեցրեց Ռոբերտ Ղևոնդյանը։ Փորձագետը սա պարզապես մանիպուլյացիա որակեց, քանի որ պայմանագրի կնքումը նոր սահմանադրության հետ կապելու պարագայում խաղաղության համաձայնագրի մասին կարելի է մոռանալ։ Եթե կգա այնպիսի մի պահ, երբ նպատակահարմարությունը, քաղաքական նպատակահարմարությունը կփոխվի, կլինի այնպիսին, որ Ադրբեջանի համար պայմանագիր ստորագրելը կլինի ձեռնտու, ավելի ձեռնտու կլինի, այսպես թե կշեռքի նժարին դնենք, քան Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը շարունակելը, Ադրբեջանը այլևս չի խոսի սահմանադրության մասին, կամ կհայտարարի, որ բավարարվել է այն լուծումները, որոնք առաջարկել է Հայաստանը, օրինակ սահմանադրական դատարանի հայտնի 1749 որոշումը եւ կգա եւ կստորագրի փաստաթուղթը առանց որևէ հեղում անելու սահմանադրության։ Փորձագետն անդրադարձավ խնդրահարույց երկու կետերին, որի շուրջ երկար ժամանակ է չէր հաջողվում համաձայնության հասնել։ Հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումն ունի դիտարկման 3 շերտ։ Առաջինը պետք է հստակեցնել, Եվրամիության քաղաքացիական առաքելությունը մտնում է ուժեր ձևակերպման մեջ, թե ամեն դեպքում դիտորդները ուժ չեն համարվում։ Ըստ Ռոբերտ Ղևոնդյանի այս հարցում լրացուցիչ մեկնաբանություններ են անհրաժեշտ։ Երկրորդ շերտը դա հենց սահման հասկացության բնորոշումն է։ Որն է սահմանը շփման գծից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ կետից 1 կիլոմետր հեռավորությունը, 3 կիլոմետր, 5 կիլոմետր, այսինքն եթե սահմանը 1 կիլոմետրն է, ապա 2 կիլոմետրի վրա եթե այդ մարդիկ լինեն, դա խնդիր չպետք է լինի ըստ խաղաղության համաձայնագրի տրամաբանության։ Եվ երրորդ շերտը Եվրամիության դիտորդները, ինչպես դուք ասացիք, կարող են աշխատել, լինել, ձևափոխել իրենց աշխատանքի բնույթը եւ շարունակել Հայաստանում բազմաթիվ գործառույթներ կան կապված հենց անվտանգության հետ, կապված հենց Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ, կարող են նրանք աշխատել այդ ուղղություններով, կարող են աշխատել ոչ անմիջապես սահմաններին, կարող են աշխատել շրջկենտրոններում եւ այլն եւ այլն։ Խնդրահարույց մյուս կետի մասին երկու երկրներն էլ փոխադարձաբար պետք է հետ կանչեն միջազգային ատյաններ ներկայացրած պետական հայցերը։ Փորձագետը հորդորեց ուշադրություն դարձնել պետական բառի վրա, քանի որ հետ կանչի ենթակա են միայն պետությունների կողմից ներկայացված հայցերը, այլ ոչ որևէ քաղաքացու հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Այդ հայցերի հետ կանչը չի նշանակում, որ հետագայում Հայաստան եւ Ադրբեջանը չեն կարող միմյանց դատի տալ այն գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի կունենան համաձայնագրի ստորագրելուց հետո։ Այսինքն, եթե Ադրբեջանը կունենա անպատժելիության զգացում եւ Ադրբեջանը կցանկանա նորից ինչ-որ մի բան անել, որը չի տեղավորվի իրավական կարգավորումների շրջանակներում, Հայաստանը կարող է նոր հայցերով հանդես գալ ընդդեմ Ադրբեջանի եւ դա չի սահմանափակվում խաղաղության համաձայնագրում։ Ապագա խաղաղության պայմանագրի 17 կետերից չէ, բայց հանրությանը ոչ պակաս հետաքրքիր է կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Այս հարցն ամիսներ առաջ անջատվեց խաղաղության համաձայնագրից։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը եւ որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է որ այս մտահոգությունը փարատի
Հայաստանը չի համաձայնել եւ կարծում եմ չի համաձայնի արտատարածքային որևէ բան ունենալ իր տարածքում։ Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը ամենամեծ խնդիրները առաջացնող հարցն է եւ ես կարծում եմ հենց դա է պատճառը, որ դուրս է բերվել դա խաղաղության համաձայնագրից, որովհետեւ այդ հարցի վերաբերյալ համաձայնության հասնելը շատ ավելի բարդ եւ երկարատև է լինելու։ Հայաստանի մոտեցումը ապաշրջափակման մասով չի փոխվել, այն պետք է լինի խաղաղության խաչմերուկ նախագծի տրամաբանության շրջանակում։ Հայաստանի առաջարկն Ադրբեջանին հետևյալն է. ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Բոլոր ենթակառուցվածքները գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որի տարածքում գտնվում են, շեշտեց արտաքին գործերի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Բաքուն այս պահանջը եւս առաջ քաշում է։ Հարցի վերաբերյալ դիրքորոշում ունի նաեւ Հայաստանը։ Արտգործնախարարը բացատրեց. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո ինստիտուցիոնալ առումով կարելի է համարել, որ հակամարտությունը մոտեցել է ավարտին։ Իսկ այդ պարագայում Երևանը եւս կարծում է, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն այլևս չի լինի։ Մուշեղ Իսախանյան, Էդմոնդ Հակոբյան, Արման Թովմասյան եւ Վարդան Հարությունյան, Կիրակնորյալ լուրեր։